տարվա այդ օրերին Հայաստանի Հանրապետությունում յուղեր նոր տարվա գիշերը, որ 90-ականներից հիշում եմ, որ այդպիսի բան չի եղել։ Մթության մեջ են նոր տարին դիմավորել։ Ինչպես է դա ստացվում։ Կառավարումը ձեր ձեռքն է։ Այդ ինչպես եղավ, որ դուք չկարողացաք մարդկանց նույնիսկ ամանարյա գիշերը լույսով ապահովել։ Նախ շնորհավորեմ բոլորիդ սուրբցիկ տոների կապակցությամբ։ Դուք հարց եք հնչեցնում, թե գնահատական եք տալիս։ Ես գնահատական ես վիճակագրություն վկայակոչեմ։ Անցյալ տարի ամանորի կեսգիշերին հոսանքազրկված է եղել մեր հանրապետությունում շուրջ 32,000 բաժանմունք։ Ցավով եմ նշում։ Այս տարի ամանորի նախորդին հոսանքազրկված է եղել 9200 բաժանմունք։ Գրեթե 4 անգամ ավելի պակաս թվով։ Պարզապես քանի որ հեծի շուրջ մեր լրատվականների, այդ թվում նաև քաղաքական որոշ շրջանակների ուշադրությունն ավելի սևեռված էր, կարծես թե այդ իրավիճակը ավելի ֆետիշացվեց։ Բնականաբար ես մեր քաղաքացիների, մեր բաժանորդների ներողամտություն եմ հայցում եւ հեծի կողմից նաև ներողություն եմ խնդրում պատճառված անհարմարությունների համար, բայց բոլորդ շատ լավ գիտակցում եք, թե ինչ վատթար, մաշված ու ոչ բարեկարգ վիճակում է գտնվում մեր Հայաստանի էլեկտրական ցանցերի բաշխիչ ենթակառուցվածքները։ Եվ ահա այդ իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև վերջին շրջանում էլեկտրաէներգիայի սպառման շեշտակի աճի պարագայում որոշ ենթակայաններում ունեցել են վթարային վիճակներ։ Կոնկրետ Վարդաշեն ենթակայանը, որը սպասարկում է հիմնականում Էրեբունի վարչական շրջանը եւ որոշ հասցեներ նաև կենտրոն վարչական շրջանից, նախատեսված որոշակի թվով բաժանորդների համար բեռը 25-30%-ով ավելի բարձրացել էր։ Էլեկտրական բեռը դա սպառման ընդհանուր ծավալն է։ Եվ ահա այդ վթարը, հրդեհը, ապա նաև անջատումը, հոսանքազրկումը պայմանավորված է դրանով, ինչը որ որևէ մեկս որևէ տեղում, այդ թվում նաև առաջադեմ եվրոպական երկրներում որևէ մեկ ապահովագրված չէ։ Բայց նաև պիտի ասեմ ի պատիվ հեծի հերթապահ խմբերի, մասնագիտական ստորաբաժանումների, այդ թվում նաև որոշ գործընկեր կազմակերպությունների պատրաստակամության նաև 48-ից 52 ժամ անդադար առանց 1 րոպե դադար առնելու աշխատանքներ են տարվել 23 բջիջներ, դա մասնագիտական տերմինոլոգիա մեր չեմ ուզում մտնել, բայց ահռելի ծավալի աշխատանք է տարվել ըստ էներգետիկ նաև մասնագետների, կարող եք եթե ձեր շրջապատում կան էներգետիկներ, այդ ծավալի աշխատանքի մասին իրենց հարցնել, օրիգինալ իրավիճակում այդ աշխատանքները կպահանջեին 10 օրից 2 շաբաթ ժամանակ։ 48 ժամից 52 ժամում վթարները վերականգնվել են եւ նաև մի վիճակագրություն մատանշեմ, պաշտոնական դարձյալ, անցյալ տարվա նույն օրերի համեմատությամբ էլեկտրաէներգիայի սպառումը մեր երկրում աճել է 20-ից 22%։ Այսինքն բոլորի ընտանիքներում, բոլորի տներում, գրասենյակներում նաև էլեկտրական սարքավորումների թիվը, քանակն է ավելացել։ Դա գուցե նաև կյանքի որակի բարձրացման ցուցանիշ է, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը, չնորոգված, փոխված եւ նոր տեխնոլոգիաներ չներկայացնում եք ներկայացնում հիմա, բայց երեք օրինակ կոմիտասը ցույց եկեղեցին հոսանք չկար, դուք եկեղեցին եք տեսեք բարեկամներ հիմա եկել եք այստեղ, հա։ Դուք հիմա առանձին հասցեք նշում, ես չգիտեմ կոնկրետ եկեղեցու միջի հոսանք կարող է մայրաթորում չլինի այստեղ։ Դուք հիմա մեղադրանքն եք հնչեցնում, թե ես խնդրում եմ հարցեր տվեք, սիրով պատասխանեմ, գնահատականները զերծ եք նշում։ Նորմալ համարում եք, երբ զանգահարում ենք հետ, ասում են մենք աշխատանքի չենք եղել, չենք կարող նշել, թե ինչու հոսանք չկա։ Այդպիսի պատասխաններ են։ Ոչ, նորմալ չեմ համարում, երբ եք զանգահարել հետ, որ այդպիսի պատասխան է տվել, կարող եք ասել ծառայական քրություն անցկացնել։ Դեկտեմբերի 29-ին։ Նման պատասխան են ձեզ։ Այո, նշել են այդ օրը աշխատանքի օրը չի եղել, ես չեմ կարող ձեզ պատասխանել։ Հարգելներս, հեծում աշխատողները, շուրջ 6800 աշխատակիցները բոլորը մեր քաղաքացիներն են, ձեր ընկերուհիներն են, ձեր ընկերներն են, ձեր բարեկամներն են։ Պետք չի թիրախավորել հեծը, ինչ թե պետությունը իմպերատիվ միջամտություն է իրականացրել օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված։ Աշխատակիցները ներողություն, call center-ում աշխատակիցները հեռախոսազանգերի կենտրոնում յուրաքանչյուր հերթափոխում աշխատում է 12 աշխատակից։ Եթե կոնկրետ ենթակայան է հոսանքազրկվում, խոսքը գնում է մի քանի հազար բառ։ Տեսեք, ես դարձյալ վիճակագրություն ներկայացնեմ։ Մեկ օրվա ընթացքում վթարների դեպքում մինչև 150,000, 170,000 զանգեր են ստացվում։ Այդ զանգերից սպասարկվում է 3000, 5000, 10000, այսինքն մնացած 170,000-ը, այսպես ասած, մոտավոր թվով դժգոհ են մնում ու ձեր գնահատականներն են հնչեցնում որոշները։ Ես խնդրում եմ այդ հանգամանքներն ըմբռնումով մոտենալ։ Ավելացնելու մասով ուրեմն, քանի դեռ վարույթից հետո այն
թուլում ենք, որ հեծը լիցենզիա զրկված է եւ մինչեւ բաժնետերերի փոփոխությունը, մինչեւ օրենքով սահմանված ընթացակարգերի եզրափակումը մենք որևէ հաստատակցակ, որևէ դրույքաչափ, որևէ հիմնարար փաստաթուղթ չենք կարող փոփոխության ենթարկել։ Այդ իսկ պատճառով նաև հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի աշխատակազմի թվականակը չի փոփոխվել, բայց ես հավաստիացնում եմ, որ գործընթացները ավարտին հասնելուց հետո այդ բոլոր փոփոխությունները տեղի կունենան հեծում այս պահին նույն ստատուս քվոն է թե ենթակառուցվածքները, թե ներքին կարողությունների առումով ինչ եղել է անցյալ տարի, նախորդ տարիներին, որի մասին ցավով եմ նշում, դուք չեք խոսել, չեք բարձրաձայնել։ Ես խնդրում եմ հեծի այս իրավիճակում աջակցեք, մի թիրախավորեք, քանի որ հեծը ինքը մեր պետության եւ ազգային հարստություն է եւ պետք չի թիրախավորել հեծի հեռախոսազանգի կենտրոնների աշխատակիցների կամ որևէ մենեջերների։ Կարող եք մի րոպե մի հարց տանել։ Երբ դուք նշանակվեցիք հեծի տնօրեն, խզեցիք նախկինում կնքված բոլոր պայմանագրերը, այսինքն։ Ոչ, նման բան տեղի չունեցել իհարկե։ Դու հայտարարվեց, որ պայմանագրեր են կնքվում, քանի որ բարձր պայմանագրեր հայտարարության ավելի թանկ են կնքվել պայմանագրերը եւ դրանք փոխկապակցված են եղել տվյալ ժամանակահատվածի հեծի տնօրենության հետ։ Արդյոք արկածախնդրության չեք գնացել այդպիսով խզելով պայմանագրեր եւ հաջողակի հնչում են տեսակետներ, որ տնօրեններ եք նշանակել տարբեր մասնաճյուղերում մարդկանց, ովքեր գաղափար չունեն եւ նախկինում փորձ չեն ունեցել կառավարում։ Օրինակ, Փարաքարի չընտրված համայնքապետ Լյուդվիգ Նազարյանը, չընտրված համայնքապետ Սարիկ Մինասյանը, այս կադրային նշանակումները արկածախնդրություն չեն։ Առաջին մասով ասեմ, որ որևէ պայմանագիր, որը որ պայմանավորված է օպերատիվ կառավարման, ենթակառուցվածքների նորացման, ցանցի վերազինման հետ չի խզվել, վերաբանակցվել են։ Խզվել են այն պայմանագրերը, որոնք որ ուռճացված մատակարարումների, գնումների գործընթացներով ձեռք են բերում սարքավորումներ, որոնք որ կարող է տարիներով կամ ամիսներով պարզապես պահեստում մնային։ Ինչպես նաև զուգահեռաբար թե ներդրումային ծրագիրը, թե կապալառուների մնացած շինական աշխատանքները զուգահեռաբար են իրականացվել հայտարարվող նոր մրցույթների եւ նոր մրցույթների արդյունքներով արդեն պայմանագրերը կնքվել են նոր կապալառուների հետ մինչև 40-60% ավելի ցածր գներով նոր միայն դադարեցվել են համագործակցությունը գործող գործընկերների հետ, ինչպես նաև պայմանագրեր են խզվել օրինակ բարձրարժեք, թանկարժեք ծառայական մեքենաների վարձակալության, տարբեր շրջանակների արտոնյալ դիրքը ընդգծելու համար պայմաններ ստեղծելու ծառայությունների մատուցման, ուռճացված ծախսերը կրճատելու համար պայմանագրերը, ներողություն, ես վերջացնեմ ձեր հարցին։ Եթե դուք հարցը տալիս եք, չեք սպասում պատասխանի, խնդրում եմ դադարեցնենք ուրեմն այս Դե թողեք ես վերջացնեմ իմ պատասխանը։ Եվ նաև ուզում եմ առանձնատուկ շեշտել, որ տեխնիկական տնօրինությունում որևէ փոփոխություն իմ նշանակման պահից ի վեր տեղի չի ունեցել, թե տեխնիկական տնօրենը, գլխավոր տնօրեն տեղակալ, թե փոխտնօրենները, թե շահագործման շրջանների գլխավոր ինժեներները, մասնաճյուղերի եւ ցանցերի գլխավոր ինժեներները հիմնականում նույն մարդիկ են։ Մասնագիտական շրջանակների որևէ էական փոփոխություն չի եղել եւ մասնագիտական ներուժը որևէ կերպ չի տուժել։ Ինչ վերաբերում է հայեցողական պաշտոններին, հայեցողական պաշտոնը դա վստահություն, այդ թվում նաեւ թիմային քաղաքական վստահություն վայելող շրջանակներին պիտի դիտարկենք։ Եթե մարդկանց հետագիծը գործող որոշ շրջանակների որոշակիորեն փոխկապակցված է եւ այն շրջանակները, ովքեր այսօր քրեական հետապնդման են ենթարկվում։ Որոշակի կոռուպցիոն սխեմաներում են ներգրավված, շուրջ 2 տասնյակ քրեական վարույթ է նախաձեռնված այս պահին եւ այդ մարդիկ քրեական վարույթներով անցնում են, այդ վստահությունը հայեցողական իմաստով կորցնում են այդ մարդիկ, հարգելով իրենց անմեղության կանխավարկած իհարկե։ Այդ պարագայում մենք պիտի հենվենք բնականաբար մեր վստահությունը ունեցող քաղաքական թիմի ներկայացուցիչների վրա, ովքեր որ թիմայնության տրամաբանության մեջ ստանձնում են որոշակի կարգավորություն։ Արկածախնդրության ոչինչ չկա։ Միլիոնավոր դրամների աշխատավարձ ուռճացված չէ, պարոն Պետրոսյան։ Խնդրում եմ ձեր հարցը։ Պարոն Պետրոսյան, խնդրում եք հայտարարեք, թե որքան աշխատավարձ եք ստանում, որ Նարեկ ջան, ես հայտարարու անձ եմ, ես հայտարարու անձ եմ, կհայտարարեմ, կտեսնեք։ Ոչ իմ եւ աշխատավոճը եւ իմ կենսակերպը ձեր աչքերի առաջ է, ոչինչ չունեմ թաքցնելու։ Այդքան չի բնականաբար, այդքան չի։ Եկեք չսակարկենք, հարցեր ունեք։ Ես մեր բնակչության սուրբ ծնունդը շնորհավորում եմ, շնորհակալ եմ, լավ։